Շնորհակալություն, պարոն նախարար, երկրորդ մասով երբ ասացիք անձնական օգնականը հատկացվում հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներին, սա հաճախ նաև մեր քաղաքացիների մի զգալի մաս չի պատկերացնում, նաև մեր հանձնաժողով հաճախ մենք դիմումներ ենք ստանում, ուզում են հասկանան ինչ կերպ դա տեղի ունենում եւ ես կխնդրեի հանրության համար մի քիչ ներկայացնեք այդ process-ը, որպեսզի տեղեկատվություն լինի իրենց համար, օգտվեն նաև այս հնարավորությունից հասկանալու համար։ Շնորհակալություն պարոն Բակոյան, անձնական օգնականի ծառայությունը, որ արդեն մի քանի տարի է գործում է, ըստ էության երկու հիմնական նպատակ ունի։ Առաջինը դա հաշմանդամություն ունեցող անձի ներառականությունն է հասարակության մեջ եւ երկրորդը ինչ որ չափով նաև զբաղվածություն ապահովելը այդ անձնական օգնականի համար, ով ստանձնում է այդ դերը։ Եվ այդ երկու նպատակները, երբ որ միաձուլում ենք, ինքը շատ կոնկրետ բան է դառնում։ Առաջին հերթին խոսքը գնում է այն հաշմանդամների մասին, առաջի հերթին չէ, այսինքն ծրագրի շահառու են հանդիսանում այն հաշմանդամները, որոնք կամ ուսուցանում են, այսինքն սովորում են, կամ աշխատում են։ Եվ միայն այդ դեպքում է, երբ որ նրանք կարող են օգտվել անձնական օգնականի ծառայությունից, որպեսզի անձնական օգնականը ըստ էության օգնի նրանց հաճախել ուսման վայր կամ հաճախել աշխատանքի վայր, եւ դրանով այդ երկու հարցը լուծում են եւ նաեւ դա պետք է ցուցված լինի իրենց ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի կողմից, ինչը ծառայությունների անձնական ծրագիրն էր, որի մասին առանձին խոսեցի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։